Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իրանը չի համաձայնվում Ստամբուլի հռչակագրում տեղ գտած այն ձևակերպումների հետ, որոնք կարող են ենթադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Բաքվի նախաձեռնությամբ հռչակագրում ընդգրկվել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի վերաբերյալ հիշատակում, ինչը փաստացի վերաբերում է Հայաստանի տարածքին։ Իրանի դեսպան Մեհդի Սոփանին նշել է, որ հռչակագրի որոշ կետեր չեն ենթադրում անդամ երկրների անհատական համաձայնություն, եւ Իրանը շարունակում է աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հետեւողական մնալով իր նախկին դիրքորոշմանը, թեև քվեարկել է հռչակագրի ընդունման օգտին։ Ռուս-ադրբեջանական լարվածությունը նոր թափ է հավաքում։ Բաքվում իրավապահ մարմինների ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալությունից հետո Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևին կանչել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանատանը մեկ ժամ մնալուց հետո Մուստաֆայևը լքել է ռուսական արտգործնախարարության շենքը եւ որևէ մեկնաբանություն չի տվել լրագրողներին։ Ընդհանրապես Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև սև կատուն ձմռան ամիսների ընթացքում էր անցել։ Դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ինքնաթիռ։ Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են։ Այդ հետո ավելի վարվեց, հիմա շարունակում է։ Քաղաքագետ Բաղդասարյանը միևնույն ժամանակ հորդորում է չոգևորվել այդ իրավիճակից, քանի որ ադրբեջանցիներն ու ռուսները հաճախակի են խռովում միմյանցից եւ կրկին հաշտվում։ Սա ըստ քաղաքագետի երկու երկրների միջև հերթական սառնությունն է, որին կհաջորդի ջերմությունը։ Վախենամ, թե այդ ջերմացումը կարող է լինել Հայաստանի հաշվով, որտեղ եթե ռուսները ցանկանան Ադրբեջանի հետ կարգավորել հարաբերությունները, նրանք պիտի ինչ-որ զիջումներ փորձեն անել մեր հաշվով։ Այնպես որ չեմ կարծում, թե այսպիսի բաներից մենք պիտի հրճվենք կամ դրան ինչ-որ մեծ ուշադրություն տանք։ Պետք չի հույս ունենալ, թե այ ռուսները հիմա կհասկանան, թե ինչ սխալ արեցին Ադրբեջանին աջակցելով, խելքի կգանք այդ չի պատրանքների հետևից ընկնել, վազել փուչքի հետևից եւ հետական անգամ ոտքը դնել ույն փոცხի վրա։ Քաղաքագետների դիտարկմամբ Ռուսաստանը եւ Հայաստանին եւ Ադրբեջանին աջակցելով բացառապես իր շահերն է հետապնդում։ Իսկ այս պահին անկախ նման ճյուղների գոյությունից Ռուսաստանին ավելի ձեռնտու լավ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ եւ ոչ թե Հայաստանի, սա է ցավալի իրողություն։ Մենք պետք է ունենանք մեր սեփական արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը մեծ խնդիրներ ունի իր առջև, ռուսները թուրքերը իրենց խնդիրները կլուծեն։ Արցախի կորստից հետո Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Ադրբեջանի վրա եւ ռեգիոնալ առումով Ռուսաստանի ազդեցությունը նվազել է։ Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպում է Ռուսաստանին հարմարվել թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Ռուսաստանը հիմա չի ցանկանում որևէ առճակատում Թուրքիա-Ադրբեջանի հետ։ Իսկ նրանք իրենց կարող են պահել ավելի ագրեսիվ, հասկանալով, որ Ռուսաստանը լծակներ չունի իրենց վրա։ Ռուսաստանը կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ռուսաստանի այսպիսի քաղաքականությունը ոչ միայն սիրաշահեց Ադրբեջանի եւ Թուրքիային, այլ հակառակը, նրանք ավելի լկտի ձևով են իրենց պահում ռեգիոնում։ Տեսնում եք, Ռուսաստանին չհաջողվեց իրենց սիրաշահել։ Նույն բանը լինելու է մեզ հետ։ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօր էլ ունեն արևմուտքի աջակցությունը։ Այդ երկու թուրքական պետությունները տարածաշրջանում տեսնում են Ռուսաստանի վատ իրավիճակը եւ փորձելու են ամեն ինչի ուժով հասնել։ Չնայած Ամերիկայի եւ Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հասցված վնասին, Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում։ Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն է հայտարարել այս մասին։ Նա նշել է, որ Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում։ Թրամփն էլ հայտարարել է, որ կքննարկի նոր հարվածների հնարավորությունը, եթե Իրանն ավելի բարձր մակարդակի հարստացում վերսկսի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները։ Գործադիր հրամանագիրն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ բանակցությունների վերսկսումը կախված է Ամերիկայի վարքագծից, ընդգծելով, որ Վաշինգտոնը չպետք է դիվանագիտությունն օգտագործի ռազմական հարվածների պատրվակով։ Նա նշել է, որ դիվանագիտության դռները միշտ բաց են։ Արաղչին ընդգծել է, որ ուրանի հարստացման ծրագիրը գիտական եւ տեխնոլոգիական առաջընթացի ոլորտ է, որը հնարավոր չէ ոչնչացնել ռմբակոծություններով եւ նույնիսկ վնասի դեպքում Իրանը կարող է արագ վերականգնել առաջընթացը։ Նրա խոսքով խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության եւ արժանապատվության խորհրդանիշ եւ ժողովուրդը չի հրաժարվի հարստացումից, հիշեցնելով նաեւ Իրանի դիմադրությունը 12-օրյա պարտադրված պատերազմին։
Էլեկտրական ցանցերը պետականացնելու նախագիծը խորհրդարանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ու էներգետիկայի մասին օրենքներում փոփոխություններով են նախատեսում իրագործել։ Իշխող խմբակցությունն է բերել օրակարգ, ոչ թե post factum, այսինքն խախտումներն արձանագրելուց հետո, այլ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու գործիք են ուզում տալ հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահին, որ կարողանա վարույթ հարուցել։ Հանրային հատուկ կարևորության ոլորտում ավելի արդյունավետ է կանխարգելել համակարգի կոլապսը կամ հետագայում վերացնել դրա հետևանքները։ Էներգետիկա անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի եւ սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում։ Իշխանության ներկայացուցչին ընդդիմության հարցերը շատ են, բայց ընդհանրություններ ունեն առանցքայինը ժամանակի մասին է, երբ քաղաքացիական պայմանագիրը հասկացավ, որ մեր երկրին այսպիսի օրենք է պետք, բաժանորդների իրավունքները պաշտպանելու հարց կա, ինչու հիմա։ Երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում, այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը Էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է իր ձևերով, այդ ժամանակ հասկացաք։ Այո, ժամանակավրեպ նախագիծ է, ուշացրել ենք իշխանական Վարդանյանը ընդդիմադիր падգամավորին այսպես է արձագանքում, բայց չի համաձայնում իր ներկայացրած նախագիծը Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապելուն։ Այսքան այս կոլապսի մասին, որ խոսում եք, sense բերել եք, ֆիքսվել եք մենակ հեծի վրա, նեղ քաղաքական վստահաբար դրդապատճառներով։ Այդ բեցը տենց նորմալ, որ դուք եք կառավարում որպես պետություն, այսպես նորմալ, հա։ Չէ, բայց դրա պատասխանատվությունը կրում է պետությունը։ Դիմությանն այնուամենայնիվ չի համոզում Վարդանյանը, ընդդիմադիր падգամավորները դեպքի հաջորդականությունն են իրար կողքի շարում, վերլուծում ու եզրահանգում։ Թեև օրվա թնջուկի կենտրոնում հեծի շուրջ ստեղծված իրավիճակն է, սակայն ակնհայտորեն այս ամենն ուղիղ կապ ունի իշխանության Մայա Թորի դեմ հրահրած անարժանապատիվ պատերազմին եւ նրա սատարման դիրքերից հանդես եկողներին։ Այս հանձնարարականը եղել է մայիս ամսին, մայիսի 21-ին ենթադրաբար։ Հիշեցնում եմ Սամվել Կարապետյանը իր հանրահայտ հայտարարությունը արել է հունիսին։ Վարչապետը պարոն Խուտացյանին ասում է. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ հեծի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի, ասեք ինչպես»։ Խորհրդարանական բուռն քննարկումներում կարմիր թելի նման անցան նաև օրինակները միջազգային փորձից։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները մի անգամ հիշատակեցին Իսպանիայի օրինակը, որ մինչև այսօր քննարկում են, ինչպես ամբողջ երկիրը հոսանքազրկվեց, ընդդիմադիրներն էլ պնդեցին աշխարհում եւ ոչ մի երկիր, որտեղ այսպիսի կառույցները պետականացրել են, հաստատ չի շահել, իսկ ծառայության գները հիմնականում թանկացրել են, որակը ընկել։ Խորհրդարանն այնուամենայնիվ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։ Երկրորդ ընթերցումը նախատեսված է հուլիսի 2-ին արագացված ռեժիմով։ Երևանի սրտում հենց քաղաքապետարանի հարևանությամբ բարեփոխված երթևեկությունը իսկական խնդիր է դարձել։ Գրիգոր Լուսավորիչ փողոցում նախորդին մեկ օրվա ընթացքում 3 ավտովթար տեղի ունեցավ, ինչի արդյունքում 4 մարդ տեղափոխվեց հիվանդանոց, որոնցից 2-ի վիճակը միջին ծանրության է։ Սոցիալական ցանցերում վրդովմունքը օր-օրի ավելանում է, բարեփոխված համակարգ մարդիկ չեն տեսնում։ Գծանշումների հեղինակին կանչեք պատասխանատվության եւ բոլոր վթարների ֆինանսական ծախսերը թող փակի։ Բողոքի ալիքը միայն սոցիալական ցանցերում չէ, վարորդներն ու ոլորտի փորձագետները եւս նկատում են, որ մինչև փոփոխություն անելը ճանապարհի նստորենքի պետք է տեղադրվեն դեղին թարթող ազդանշաններ, լրացուցիչ ցուցանակներ վարորդներին ավելի զգոն դարձնելու, նրանց ուշադրությունը կենտրոնացնելու համար, բայց մեր քաղաքի շատ հատվածներում դրանք բացակայում են։ Շատ հաճախակի փոփոխություններ անում եւ տարիներ շարունակ վարորդներին ծանոթ կամ իրենց համար մշտական ճանապարհները որ փոփոխվում են նկատում այդ փոփոխությունը վարորդները եւ այդ քանդելն առաջանում է։ Ոլորտի փորձագետների խոսքով իրազեկման արշավները արդյունավետ չեն գործել, քանի որ երկար բովանդակությամբ հայտարարություն տարածելը արդյունավետ մեթոդ չէ։ Ասում են, հաճախ նույնիսկ ոլորտին քաջատեղյակները չեն հասկանում նման հայտարարությունների բուն ասելիքը։ Խիստ պաշտոնական լրանսը տեղի ունեցել, որ շատ երկար շարադրանքով այսինչ փողոցից այսինչ տենց թվարկված է, հավատացեք մասնագետների շատերը նույնիսկ լրահոսից բան չեն հասկանում։ Փորձագետները հիշեցնում են, եթե երթևեկության պայմաններն արմատապես փոխվում են, ապա օրենքով սահմանվում է լրացուցիչ ազդանշանների տեղեկատվական վահանակների պարտադիր տեղադրման պահանջ, իսկ եթե դրանք բացակայում են, սա արդեն իրավական խնդիր է։ Նույնիսկ օրենքով է
նշած, որ փոփոխություն կատարողները 10-15 օր տեղեկատվական նշաններ տեղադրեն լրացուցիչ ու տեղեկատվություն տալ։ Մասնագետները ստեղծված իրավիճակը ոչ թե առանձին վարորդների խախտումներով են պայմանավորում, այլ որ այն համակարգային սխալ պլանավորման հետևանք է։ Ոստիկանությունը պարտավոր էր գրեթե շուրջօրյա ռեժիմով հերթապահեր, որովհետև ոչ միայն դա խցանումներ ցրելու համար է, այլ ռեֆլեքսներով վարորդներին կողմնորոշելու համար է, այնչու որ տեղի չի ունեցել։ Արվեստի փողոցի փոքրությունը абսուրդ է, որ մեկ երկու երթևեկելի գոտի են դարձել ու մեկը ավտոբուսների համար են նախատեսել, ասում են այնպես, որ այդ հատվածում հիմա ճանապարհային ոստիկանությունը հսկողություն անում մարդկանց հորդորում ասում եկեք այդ երթուղիով երթևեկեք եւ մեկ այլ կառույց է ճանապարհային ոստիկանության տուգանման որ դու ավտոբուսների համար նախատեսած երթուղիով ես երթևեկում։ Փորձագետները պատկան մարմիններին հորդորում են առավել մանրամասն ուսումնասիրել ստեղծված խնդիրը, ասում են, որ տրանսպորտի համար երթուղի առանձնացնելը բավարար չէ, անդրադառնալով պատահարներին վարորդներին հորդորում են քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց հետ պետական մարմինները եւս պատասխանատվություն կրեն։